Երևի հենց այդտեղից էլ բխում է ադրբեջանական խանդը հանդեպ հայ-թուրքական որոշակի շփումների, օրինակ Մարգարան այդպիսի աղմուկ բարձրացրեց ադրբեջանական լրատվամիջոցներում, մենք գիտենք ինչ է նշանակում ադրբեջանական լրատվամիջոց, եւ չօգնեցին անգամ թուրքական բացատրությունները, թե որը ինչպես է արվել։ Գիտեք, տեսեք, Ադրբեջանի մեր տարածաշրջանում գործոն վերածվելուն այս պահին, ուրեմն հիմնական իր ամբողջ քաղաքականության ամեն ինչը կապված է Թուրքիայի հետ, որտեվ ինքը թե ես միայն պատերազմը նկատի չունեմ։ Սկսած նրանից, որ ադրբեջանցի դիվանագետներին անգամ թուրքերն են պատրաստել դեռ անկախությունից ի վեր սկսած մինչև այսօր։ Այսպես լուրջ կրթություն ստանալու համար մի զգալի հատված գնում։ Հիմա Սիրիայում իրենց դիվանագետներին են։ Այո, նույն ճանապարհը Ադրբեջանը անցել է։ Նույն իրենք հատկապես միջազգային կառույցներում, որ մարդկանց ուղարկել են, խոշոր պետություններում, որ ուղարկել են դեսպաներ։ Այսինքն Անկարայում գիտեն Ալիևին ով է փոխարինելու։ Ենթադրում եմ, այո։ Դե իրանք գիտեին անգամ, որ էլ չբեին պիտի փոխարինի Ալիևը, եւ այդ մասին անգամ Սուլեյման Դեմիրելը իր մի հարցազրույցների ժամանակ ասում է։ Եվ շատ ակտիվ են այնտեղ, եթե այս բոլորի կողքը դնենք հատուկ ծառայությունների, մյուս ոլորտների եւ այլն, մենք տեսնենք ինչ պատկեր է ստացվում։ Այսինքն մի պահ եթե պատկերացնենք Թուրքիան մի քիչ ավելի սահմանափակում է իր գործունեությունը Ադրբեջանում, Ադրբեջանը իրականում շատ ավելի խոցելի վիճակում կհայտնվի։ Եվ իրենց համար իհարկե նաև այս ընթացքում բավականին միֆեր են ստեղծել, այսինքն հիմա այդ միֆերը առնվազն իշխանության մակարդակով բարձրաձայնվելու է, առնվազն ներքաղաքական խնդիրների հետ կապված։ Եվ Հայաստանը այստեղ կարևոր դեր կարող է խաղալ։ Այսինքն եթե Հայաստան ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվում են, նկատի ունեմ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ փոխադարձ դեսպանատների բացում։ Դա կրնի առաջին լուրջ քայլ։ Այո, սահմանափակ ինչ որ թեկուս քայլեր լինեն, այսինքն երբ որ թուրքական մամուլում ոչ միայն ադրբեջանական նարատիվը անմիջապես հրապարակեն, այլ օրինակ չեզոք ինչ որ հոդվածներ լինի, չեզոք թեկուզ ուղղակի Հայաստանի մասին քննարկումներ լինի, սա արդեն իսկ ցույց կտա, որ Ադրբեջանի ուրեմն դերը Թուրքիայի համար կնվազի։ Դե այդպիսի օրինակ էր թուրք լրագրողներ եկան, չէ՞, Հայաստան գնացին եւ տեսածը իրենք այնտեղ դա էլ դուր չէր եկել։ Իհարկե դուր չէր եկել, որովհետեւ տեսեք Ադրբեջանը մեր որքան էլ որ Վրաստանը Թուրքիայի հետ ունի բավականին սերտ կապեր, որոշ ռազմավարական նախագծերում են իրենք միասին։ Այնուամենայնիվ այդ այսպես գիծ կա այնտեղ գծված։ Ադրբեջանն է Թուրքիայի տարածաշրջանային այսպես քաղաքականության հիմնական հենարանը, որը Ադրբեջանը հիմնականում կառուցել է այն թեզի վրա, որ երկուսն էլ, այսինքն Հայաստանը երկուսի համար թշնամի պետություն է։ Հիմա եթե ինչ որ մի չափով դա կոտրվում է, էլի մնում, հասկանում ենք ռազմավարական տեսանկյունից խնդրի կարևորությունը, բայց Ադրբեջանը այստեղ իր դիրքերը մի փոքր զիջելու է։ Այսինքն այդ ընդհանուր վտանգի, ընդհանրապես Հայաստանից եկող վտանգ Թուրքիան չունի, այդ մասին անգամ Թուրքիայում 1000 անգամ ասվել։ Այսինքն անվտանգության ռազմավարությունը որ նայում ենք, չկա Հայաստանի մասին ընդհանրապես խոսք չկա։ Դե կա հետաքրքիր վարկած, թեև Բաքվի պահանջները այլ բան են վկայում, բայց իրականում հայ-ադրբեջանական համաձայնեցված պայմանագիրը չի ստորագրվում, որովհետև դրանից հետո Թուրքիան սահմանափակ պահելու ոչ մի բան չունի, այո։ Խնդիր չունի, բացվելու է սահմանը։ Եվ այստեղ արդեն Ադրբեջանը արդեն իսկ որոշ չափով կորցնելու է Թուրքիայի համար իր դերը, այսպես ասեմ, այս դերը նու կարելի է, իհարկե սա ռազմավարական չի, միանգամից նշեմ, որտեվ իրանց մեջ կա եւ ինստիտուցիոնալ, բայց որոշ չափով այստեղ Հարավային Կովկասում գնալու է թուլացում, այսինքն Ադրբեջանի, չգիտեմ, այդ հիմիկվա քաղաքականությունը չէ, որ անդադ Հայաստանին պահում է այսպես ոնց որ շանտաժի վիճակում կհարձակվեմ ու Հայաստանը դրանից լուրջ վախենում է, որտեղ կա այնտեղ հետևում Թուրքիա։ Այսինքն տեսեք, ինչ որ մի չափով սրա կոտրվելը արդեն իսկ
խաթարելու է Ադրբեջանի ծրագրերն առաջին հերթին, որտեղ Հայաստանի, այսպես բառ օգտագործեմ, զսպելը ինչ որ տեսանկյունից շրջափակման արդյունք ա եղել։ Հայաստանի շրջափակումը վերանում է, Հայաստանը դառնում է նորմալ պետություն։ Եվ ինչու՞ չէ կարող ապագայում նույն Թուրքիայի հետ էլ որոշ, չգիտեմ, ինչ-որ ծրագրերի իրականացում գտեր ունել։ Դրա համար էլ Ալիևը ամեն ինչ պետք է անի ձգի հայ-ադրբեջանական կարգավորում։ Ալիևը ամեն ինչ անի ձգելու համար, բայց իմ կարծիքով այստեղ դեռ Անկարանն էլ վերջնական քաղաքական որոշման չի եկել Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, որովհետև անկախ այդ հանգամանքից։ Այո, եթե Անկարան վերջնական գա այդ քաղաքական որոշման կայացմանը, ինքը կարող է ազդել Բաքվի վրա։ Եթե, չգիտեմ, դա հավանական է թե ոչ, Թուրքիան եւ Եվրամիությունը ոչ անդամակցության մակարդակով, բայց ունենան շատ արդեն բաց հարաբերություններ, այնպիսին, որ Թուրքիան ընկալվի արդեն այդ ընտանիքի անդամ։ Դա մեր շահերից բխում է, ասում եմ։ Ես կարծում եմ մեր շահերից բխում է դա։ Ես մեկ շատ գլխավոր բան նշեմ, ընդհանրապես մեր շահերից բխումը ավելի աշխարհիկ, ավելի արևմտամետ, ավելի եվրոպական արժեքներին ձգտող Թուրքիա։ Դե Իմամօղլուն պետք է օգնել ինքը դառնալ նախագահ Թուրքիայի։ Էրդողանը այդպեսին չի լինի։ Իհարկե Էրդողանը այդպեսին չի լինի, ոչ թե իսլամական, իրեն լրիվ արևելյան պետություն տեսնող սուլթանական ու, չգիտեմ, նեոսմանական, պանթյուրքական հովերով տարված Թուրքիա։ Այս լրիվ տարբեր Թուրքիաների մասին է խոսքը։ Իհարկե այնպես չի, որ աշխարհիկ Թուրքիան չի մտածելու պանթյուրքիզմի մասին, բայց արդեն հնարավորությունները ուրիշ խնդիրներ են գալու, իրանք կընտրեն միշտ արևմտյան ուղղությունը։ Դե Եվրոպա Թուրքիայի այդ ռևերանսները ռուսական կողմն էլ դուր չի գալիս։ Իհարկե, որտեղ ռուսական կողմը հենց սկզբից ամբողջ մամուլը եթե նայում ենք ռուսական, իրենք հենց ուղիղ խոսում են նրա մասին, որ Էրդողանը իրենց համար ամենաձեռնտուն է այս պահին, որ մնա Էրդողանը, որովհետև ընդդիմությունը անգամ իր ուրեմն նախընտրական այս կամպանիայի ընթացքում թիմ ընտրությունները նկատի ունեմ եւ նաեւ Քլիչդարօղլու նախագահական ընտրությունների ժամանակ իրենք Ռուսաստանի հետ համագործակցությունը գրեթե տեղի չէին հատկացրել։ Ուղղակի որ կպահենք լավ հարաբերություններ, շատ ինչ որ մի այսպես չեզոք բան է, իսկ այն դեպքում երբ որ Էրդողանը իսկապես քայլեր կատարել է Ռուսաստանի հետ որոշ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, հետաքրքիր իր միջայլոց իրավապայմանագրային բազա է ձևավորվել, տարբեր բացի տնտեսականից։ Այսինքն ինչ որ մի հարաբերություններ եղել է, իսկ Ռուսաստանը, քանի որ ինստիտուցիոնալ այսպես հարաբերություններ կամ ազդեցություն չունի թուրքական բոլոր ուժերի հետ, քեմալականների հետ ընդհանրապես չունի։ Դրա համար իրանք չեն պատկերացնում, որ օրինակ գան քեմալականները իրանք ոնց են աշխատելու։ Էրդողանի հետ արդեն այսպես լիդերային դիվանագիտությունը աշխատում է Պուտին, Էրդողան, իսկ ընդդիմության դեպքում դա չի աշխատելու։ Լավ, մոտենանք ավարտին։ Հիմա հայտնի է, որ ընդդիմությունը ստորագրավահավաք է սկսել, որպեսզի գնա արտահերթի։ Դա հավանական սցենար է Թուրքիա։ Ես գիտեք արտահերթ ընտրությունները կարծում եմ, որ պետք է սպասել, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ հնարավորությունը պետք է սպասել, բայց դա Էրդողանի ձեռնտու հնարավորության մասին պետք է մտածել։ Ոչ թե ընդդիմության այս գործընթացների։ Իրենք գուցե հավաքեն այդ 28 միլիոնը։ Ինչ այլոց շատ մասնագետներ կան հենց Թուրքիայից։ Իրանք նշում են, որ եթե չխոչընդոտեն ու մարդկանց իրականում շատ վախեցնում են, ավելի շատ կհավաքեն։ Բայց արդյոք դա իրավական հետագա գործընթաց էլ Թուրքիայի իրավական համակարգում կարող է տանել նրան, որ գնան արտահերթի։ Էրդողանը կգնա արտահերթի, երբ որ իր համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որտեղ նույն ինքը Էրդողանը ունի մի հատ շատ տակրիկիր խոսք, ասում է բոլոր իրավիճակները, հատկապես ճգնաժամերը, դրանք հնարավորություն են, որը կարելի է օգտագործել։ Բայց հիմա Էրդողանի վախերը ավելի ակնհայտ են, քան նախորդ դեպքերում։ Հիմա տեսեք, հանրահավաքային ժողովրդի հետ ինչպես են վարվում, չէ՞, ուժայինները։ Նախկինում եղել է այդպես։ Միշտ էլ եղել է Թուրքիայում այդպես։ Մարդը գնում է հանրահավաքի, հաջորդ օրը տանում են Միշտ էլ եղել է Թուրքիայում, միշտ էլ այդ այդքան ուսանող պիտի ձերբակալի Էրդողանը, ինչ է։
չեմ կարծում, որ Կան այդքան մշակութային հայտնի գործիչներին, այո, դե ջայլոց բավականին մեծ թվով մարդկանց արդեն ձերբակալել են, մարդիկ կա, որ անգամ քրեական վարույթներ են սկսել, որովհետև այնտեղ ընդդիմությունը նաև շատ գրագետ խաղում է, սա էլ պետք է ասեմ։ Ինքը ընդդիմությունը այսպես երկարատև ռազմավարությամբ է, այսպես իր ծրագիրը դրել ու շատ գրագետ խաղում է ընդդիմությունը։ Տեսեք, օրինակ բոյկոտի կոչը։ Եվ հիմա երեկվանից կոնկրետ իրանք քրեական գործեր են վարում բոյկոտի կոչ արողների նկատմամբ։ Դա արդեն գործատեղից ներքև։ Այո, եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ իրանք առաջինը բոյկոտը սկսվեց, առաջին իհարկե անցած շաբաթվանից է սկսվել Էրդողանի ընտանիքին պատկանող բիզնեսներից։ Այդ ամենահայտնին այդ Espresso Lab-ն է, որը ըստ որոշ տեղեկությունների նրա որդուն է պատկանում Բիլալ Էրդողանին, եւ հենց առաջինը Օզելը դա կոչ արեց, որ առաջին բոյկոտը սկսում ենք այդտեղից։ Այսինքն այն բիզնեսի այն բաներն են, որոնք անմիջապես Էրդողանի ու նրա նեղ շրջապատին է վերաբերվում։ Ուղղակի իմ կարծիքով պետքա դեռ այդ զարգացումների հետաքրքիր սցենարները դեռ առջևում են։